Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Քրեական վարույթ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աչապահյանի նկատմամբ երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ գլխավոր դատախազության հաղորդագրությունը։ Քննչական կոմիտեում քննվող Սրբազան պայքար շարժման ղեկավարների ու մասնակիցների նկատմամբ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խոզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, իսկ 16 մեղադրյալները կալանավորված են։ Կառավարությունը ազգային ժողովին առաջարկում է հուլիսի 1-ին ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարել չքննարկված հարցերին անդրադառնալու համար։ Գործադիրի հերթական նիստում Փաշինյանը խոսել է նաև իրավապահների սրբազան շարժման հետ կապված գործողությունների մասին։ Հեցի պետականացումը մասնավորից բիզնեսը խլել չէ, այն տեղի է ունենում օրենքի սահմաններում, հանրային շահից ելնելով, հայտարարել է Գևորգ Պապոյանը։ Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների նախագիծը շուտով կուղարկվի խորհրդարան։ Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ մոտեցումները Թուրքիայի կողմից գնահատվում են կառուցողական։ Այս մասին հայտարարել է Վահան Կոստանյանը, փոխարտգործնախարարի ճեպազրույցը։ Արարատ Միրզոյանը Չինաստանում է, կայացել է նրա հանդիպումը Չին գործընկերոջ հետ, քննարկվել են երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներին առնչվող հարցեր։ Պրոշյանում բացվել է Հայաստանում շինանյութի ամենամեծ կենտրոնը Complex Mall-ը։ Այն կառուցված է որպես բազմաֆունկցիոնալ համալիր, համադրելով առևտրի, շինարարության եւ ժամանցի ոլորտները։ Կենտրոնի բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ փաստաբանների հաղորդմամբ քրեական վարույթ է հարուցվել պաշտոնատարանձի կողմից ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցել է հոդվածով։ Նախաքննություն իրականացվում է հակակոռուպցիոն կոմիտեում։ Քրեական վարույթ Միքայել Աչապահյանի նկատմամբ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Շիրակի թեմի առաջնորդի երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Քննչական կոմիտեում քննվող Սրբազան պայքար շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ էլ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված ուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում փողոցում էլեկտրասնուցման եւ համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ։ Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են։ 16 մեղադրյալներ կալանավորված են։ Նրանք են Վազգեն Գալստանյանը, Տիգրան Գալստյանը, Արման Իսրայելյանը, Իգոր Սարգսյանը, Կարո Օկումուշյանը, Արսեն Ղազարյանը, Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, Հայկ Շահնազարյանը, Տիգրան Թոփալյանը, Լիդիա Մանթաշյանը, Դավիթ Գալստյանը, Հրայր Հակոբյանը, Արմեն Ալեքսանյանը, Մովսես Շարբաթյանը եւ Միհրան Մաղսուդյանը։ Կառավարությունն ազգային ժողովին առաջարկում է հուլիսի 1-ին ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարել նախաձեռնողի սահմանած օրակարգով, ժամանակի սողության պատճառով չքննարկված հարցերին անդրադառնալու համար։ Վարչապետը գործադիրի հերթական նիստում առաջարկել է նաև հեծը պետականացնելու գործընթացը քննարկելուն զուգընթաց վաճառքի հանել կառույցի բաժնետոմսերը, որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան դրանք ձեռք բերելու համար։ Փաշինյանը խոսել է նաև իրավապահների սրբազան շարժման հետ կապված գործողությունների մասին։ Բացահայտվել է պետականության, Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, նաեւ կանխվել է այդ պլանի իրագործումը։ Այս մասին կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բագրատ Սրբազանի հետ կապված իրավապահների գործողություններին, գործադիրի ղեկավարը նախ շնորհակալություն հայտնեց այդ աշխատանքի համար, ապա հայտնեց, որ առավել արդյունավետ գործած իրավապահներին ներկայացրել է պետական պարգևի եւ այդ մասին արդեն խոսել է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ։ Կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման եւ պետական պարգևի։ Կարծում եմ շատ բան չկա ասելու թեմայի հետ կապված, որովհետեւ ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել եւ ես այս պահին չունեմ որևէ այլ բան բացի հրապարակվածից ասելու, Համոզված եմ
արդյունավետ քննություն տեղի կունենա եւ հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն։ Վարչապետի ուշադրությունը գրավել էր նաև 3 հանրային քննարկումներում, սոցիալական ցանցերում օգտատերերի գրառումները։ Մարդկանց մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր հոկտեմբերի 27 է կանխվել։ Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձևով ձևակերպել։ Եվ ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի ձևակերպումը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի։ Հաջորդիվ անցնելով օրակարգին Փաշինյանն արձանագրեց, որ մայիսին Հայաստանի տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ունեցել։ Այս համատեքստում Փաշինյանի խոսքով 2025-ի մայիսին ունենք Հայաստանում արձանագրված աշխատատեղերի բարձր ռեկորդ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ներկայացրեց տնտեսական ակտիվության ցուցանիշները, նշեց այն աճել է 10.4%-ով։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ 10.4%-ով աճել է 2025-ի մայիսին 2024 թվականի մայիսի նկատմամբ եւ հիմնականում պայմանավորված է շինարարության եւ ծառայությունների աճով, այսինքն տնտեսության իրական հատվածում մեծ աճ ունենք։ Ես ուզում եմ նշել, որ չնայած այն հանգամանքին, որ արդյունաբերությունը 5.9% այդտեղ կրճատում կա, բայց մենք նաև վիճակագրության կոմիտեի հետ աշխատանք իրականացրեցինք եւ տեսանք, որ մի շարք ոլորտներում մենք մեծ աճ ունենք, օրինակ քիմիայի, ծխախոտի, սննդի արդյունաբերության, հանքագործության եւ այլ ոլորտներում արտադրությունը էական աճել է։ Փաշինյանն անդրադարձավ նաև հեծի աշխատանքին, նշելով, որ այն հատել է կարմիր գծերը։ Ըստ նրա process-ը մի փուլանի չի լինի, բայց կառավարումը պետք է պետությունը վերցնի իր ձեռքը։ Արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն եւ շատ արագ ես կարծում եմ, որ այդ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, կառավարությունը կստանձնի Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարումը եւ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով են գնում։ Բայց ես էլի ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնամ, որ որևէ սցենարով էլ որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերության բաժնետորմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը։ Կառավարության ղեկավարն առաջարկեց հեծի բաժնետոմսերը վաճառքի հանել, որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան դրանք ձեռք բերել։ Կառավարությունն ազգային ժողովին առաջարկում է հուլիսի 1-ին գումարել ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, նախաձեռնողի սահմանած օրակարգով, ժամանակի սղության պատճառով չքննարկված հարցերին անդրադառնալու համար։ Հաջորդիվ կառավարության որոշմամբ 2025 թվականի բյուջեից Հայաստանի մարզերի աշխատակազմերին կհատկացվի 2 միլիարդ 124 միլիոն 588 հազար դրամ։ Համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել 14 ամենքի 18 ծրագիր, որից ուրեմն մեկական ծրագիր Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում, Արմավիրի մարզում եւ Գեղարքունիքում 3-ական ծրագիր եւ Լոռու մարզում 6 ծրագիր։ Վարչապետն ավանդույթի համաձայն երկար թվեց այն նախագծերը, որոնք իրականացրել են այս ընթացքում։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվեց երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-ից 26 թվականների ծրագիրն իրականացնելու համար 2025 թվականի երկրորդ եռամսյակում դիմող 410 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 300 միլիոն դրամ։ Հունիսի 1-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1164 ընտանիք, որոնց վճարվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Տեղեկացնեմ, որ ծրագրի մեկնարկից, այսինքն 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև այս տարվա հունիսի 1-ը աջակցություն է ստացել 13285 շահառու ընտանիք, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են շուրջ 9.5 միլիարդ դրամ։ Աջակցություն ստացած շահառուների թվի աճը պայմանավորված է ծրագրի վերաբերյալ ակտիվ իրազեկման աշխատանքներով եւ պոտենցիալ շահառուների շրջանում մեծ հետաքրքրությամբ։
Կառավարությունը հավանություն տվեց Մոնղոլիայի Արաբական Միացյալ Էմիրությունների եւ ԵԱՏՄ-ի միջև համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին, որոնց նպատակն է ազատականացնել եւ պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը։ Կառավարությունը չզեկուցվող հարցերով հաստատեց նաեւ Հայաստանում վարժական հավաքներ անցկացնելու ժամանակացույցը, ըստ որի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Հեցի պետականացումը մասնավորից բիզնեսը խլել չէ, այն տեղի ունենում օրենքի սահմաններում հանրային շահից ելնելով։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նշելով, որ օրենսդրական փոփոխությունների նախագիծը շուտով կուղարկվի խորհրդարան։ Նախարարն անդրադարձել է նաև Վերին Լարսում Ծիրանով բարձված հայկական բեռնատարների հետ կապված խնդրին, հայտնելով, որ հունիսին արդեն 626 մեքենա հատել է ռուս-վրացական սահմանը հասել Ռուսաստան, իսկ եւս 363-ը ճանապարհին են։ Քանի որ Ծիրանը շուտ փչացող ապրանք է, դրանով բեռնված մեքենաները բաց են թողնվել արտահերթ, իսկ կոնյակ տեղափոխող բեռնատարների բաց թողումը մի փոքր դանդաղ է ընթանում։ Պապոյանը խոսել է նաև Սրբազան պայքար անվանումը կրող շարժման անդամների դեմ հարուցված քրեական գործի մասին։ Ես ուսումնասիրել եմ 99 թվականի մամուլը, ԱԺՄ հյդեական մամուլը։ 99 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի նկատմամբ օգտագործվում էր նույն բառապաշարը այդ նույն շրջանակների կողմից, ինչ որ հիմա օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Բացարձակ նույն։ Գնացեք, կարդացեք դաշնակցական եւ դաշնակցական ԱԺՄ-ական թերթերը 99 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ինչ էին իրեն գրում Վազգեն Սարգսյանի մասին, ինչ են իրեն գրում Կարեն Դեմիրճյանի մասին, նույն բառապաշարը, սա նշանակում է, որ սա նշանակում է, որ ի տարբերություն 99 թվականի, երբ որ օրինակ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը իմ կարծիքով եւ իր ղեկավարը չեմ կարող ասել, բայց փաստավոր թերի, միտումնավոր թե ոչ միտումնավոր, դա առանձին հարց է, թերի են աշխատել եւ տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը, հիմա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը եւ մյուս իրավապահ մարմինները աշխատել են փայլուն եւ նոր հոկտեմբերի 27 տեղի չի ունեցել Հայաստանում։ Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ մոտեցումները Թուրքիայի կողմից գնահատվում են կառուցողական։ Այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ամփոփելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած աշխատանքային այցի արդյունքները։ Կոստանյանի խոսքով Փաշինյան-Էրդողան հանդիպմանը քննարկվել են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները, նաեւ Մերձավոր Արևելքին առնչվող հարցեր։ Հայաստանի կոմունիկացիաների բացման վերաբերյալ տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի գործընկերների կողմից։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ամփոփելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած աշխատանքային այցի արդյունքները, նշել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Փոխարտգործնախարարը նշել է, որ Երևանը հանդես է գալիս նախաձեռնություններով, որոնք գնահատվում են ոչ միայն որպես իրատեսական, այլև համահունչ տարածաշրջանային կայունության եւ գործակցության տրամաբանությանը։ Ըստ էության կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Փաշինյան-Էրդողան հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացները, Մերձավոր Արևելքում զարգացումները, նաև Հայաստան-Ադրբեջան երկխոսության ընթացիկ փուլը։ Կոստանյանի խոսքով արձանագրվել է, որ օրինակ Մերձավոր Արևելքի վերաբերյալ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները մոտ են։ Ինչ վերաբերում է երրորդ երկրի քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը Կոստանյանը նշել է. Ընդգծում եմ, երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորված ուժի մեջ է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք։ Թուրքական կողմի դիրքորոշումը կարծում ծանոթ է բոլորիդ։ Հայաստանը հանդիպման ընթացքում ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում ի նպաստ բոլոր շահագրգիռ կողմերի։ Թուրքիան ձգտում է դեպի կենտրոնական Ասիայից կապուղիները ավելի բարելավել Հայաստանի համար, որպես դեպի ելք ծով չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ եւ վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր
3 կամ եթե ոչ կուզեք ասել 3.5 սահմանները փակ էին կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Լրագրողի հարցին, թե արդյոք թուրքական կողմը բարձրացրել է Ադրբեջանի առաջ քաշած անխոչնդոտ միջանցքի պահանջը, Կոստանյանը միանշանակ պատասխանել է. նման պնդում թուրքական կողմից չի հնչել։ Կոստանյանը տեղեկացրել է նաև, որ Փաշինյան-Էրդողան հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթին եւ հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Նրա խոսքով կողմերը շարունակում են երկխոսությունը եւ մոտ ապագայում հնարավոր է նոր հանդիպում կայանա։ Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանայում տեղի ունեցած հանդիպումն է։ Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Փոխարտգործնախարարը եւս մեկ անգամ հստակեցրել է, որ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային մնալ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո եւ այդ ճանապարհի նկատմամբ լիարժեքորեն պահպանվի ՀՀ սուվերենությունը։ Նա նաեւ խոսել է հայ-ռուսական հարաբերություններից եւ ընդգծել, որ երկու պետությունների միջև հարաբերությունները պաշտոնապես շարունակում են մնալ բարեկամական եւ դաշնակցային։ Ինչ վերաբերում է ԱՊԿ-ին, ապա ըստ Կոստանյանի կառույցում Հայաստանի ապագա մասնակցությունը հարցականի տակ է։ Կոստանյանը եւս մեկ անգամ նշել է, որ եթե ՀԱՊԿ-ը չհստակեցնի իր դիրքորոշումը Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ գործողությունների վերաբերյալ, ապա Հայաստանը կկայացնի վերջնական որոշում։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, փոխարտգործնախարարի խոսքով Հայաստանը շարունակում է անդամակցել եւ միաժամանակ խորացնել կապերը Եվրոպական միության հետ։ Կոստանյանը նաեւ հայտնել է, որ Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ Հայաստանում ռուսական ռազմաբազան փակելու վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Արարատ Միրզյանի այցը Չինաստան շարունակվում է, Պեկինում կառավարության հյուրերի ընդունելությունների տանը կայացել է նրա հանդիպումը Չինաստանի ագնախարար Վան Իի հետ։ Օրակարգում են Հայաստանի եւ Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացման ուղղված աշխատանքներին առնչվող հարցեր, նաեւ տարածաշրջանային թեմաներ։ Հանդիպմանը նախարարները հանդես են եկել բացման խոսքով, նրանք նշել են, որ չնայած միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակի փոփոխություններից Հայաստանն ու Չինաստանը միշտ պահպանել են փոխադարձ հարգանքը, վստահությունը եւ փոխշահավետ գործակցությունը, ինչի շնորհիվ երկու երկրների հարաբերությունները կայուն զարգանում են։ Չինաստանը դարձել է Հայաստանի առանցքային առևտրային գործընկերներից մեկը։ Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, իսկ այս տարվա առաջին 4 ամիսներին աճը կազմել է 58%, ինչը հազվադեպ ցուցանիշ է Չինաստանի գործընկերների շրջանում եւ խոսում է գործակցության հետագա զարգացման մեծ ներուժի մասին։ Միրզյանը նշել է, որ այս այցը ու այս բանակցությունները լավ հնարավորություն են բացահայտելու նոր հորիզոններ, տեսնելու թե ինչպես կարող են ամրապնդել եւ ընդլայնել տնտեսական կապերը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգության հարցեր, մտքեր փոխանակել Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացման տեսլականին եւ միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հարցեր։ Ադրբեջանի եւ Իրանի նախագահներն էլ հեռախոսազրույց են ունեցել։ Իլհամ Ալիևը եւ Մասուդ Փեզեշքյանը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին սրացումը եւ Բաքվի ու Թեհրանի գործակցության հեռանկարները։ Ալիևը շնորհավորել է իր իրանցի գործընկերոջը հաշտության ձեռքբերման կապակցությամբ, ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության եւ հանգստության խթանման կարեւորությունը։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Հագայում կայացել է Դոնալդ Թրամփի եւ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը, որը տևել է ավելի քան 40 րոպե։ Ուկրաինայի նախագահը զրույցը գնահատել է բովանդակալից, նշելով, որ Վաշինգտոնն ակտիվորեն պատրաստ է աջակցել խաղաղությանը։ Թրամփը նշել է, որ հրադադարի հարցը չի քննարկվել, սակայն ընդգծվել է, որ պատերազմը դադարեցնելու ճիշտ ժամանակն է։ Նա նաեւ հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կդիտարկի Ուկրաինային Պատրիոտ համակարգերի մատակարարման հնարավորությունը։ Թրամփը վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Պուտինն էլ է պատրաստ հակամարտության կարգավորմանը եւ հույս ունի շուտով զրուցել նրա հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը պատրաստվում է բանակցել Իրանի ներկայացուցիչների հետ, քննարկելու երկրի միջուկային ծրագրերը։ Մենք պատրաստ ենք խոսել, սակայն մեր միակ պահանջը մնում է նույնը՝ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, նշել է Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Դոնալդ Թրամփը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ վերսկսված դատավարությունը, այն կոչելով վհուկների որս։ Նա պահանջել է գործի դադարեցում կամ ներում, հայտարարելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կփրկի Նեթանյահուին։ Նեթանյահուին կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել 2019 թվականին։ Նա մեղադրանքները մերժում է, պնդելով, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն։ The Times of Israel-ը Թրամփի գրառումն անվանել է աննախադեպ միջամտություն Իսրայելի արդարադատությանը։ Վացել էր հունիսի 13-ին, իսկ ԱՄՆ-ն հունիսի 22-ին։ Թեև լրատվամիջոցներն ասում էին, որ ծրագրերը հետ է մղվել ընդամենը մի քանի ամսով, սակայն Թրամփը եւս պնդում էր, որ դրանք լիակատար ոչնչացվել են։ ԱՄՆ պետդեպարտամենտը խստացնում է ուսանողական եւ գիտական վիզաների տրամադրման կարգը, պահանջելով դիմորդներից տրամադրել վերջին 5 տարիների ընթացքում սոցիալական ցանցերի բոլոր հանրային հաշիվների տվյալները։ Ինչպես նշվում է Մալիում ԱՄՆ դեսպանատան կայքում, վիզայի դիմումում թերի եւ սխալ տեղեկությունների ներկայացումը կարող է հանգեցնել մերժման կամ ապագա վիզաների ստացման անհամապատասխանության։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարություններում Ռուսաստանը գնահատվել է որպես երկարաժամկետ սպառնալիք Եվրոատլանտյան անվտանգության համար։ 32 անդամ պետությունները վերահաստատել են իրենց միասնականությունն այս եւ այլ մարտահրավերների առաջ։ Դաշնակիցները անսասան հանձնառություն են հայտնել կոլեկտիվ պաշտպանության հարցում համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի, եթե որևէ անդամի դեմ ագրեսիա տեղի ունենա։ Նրանք նաեւ հաստատել են Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն տրամադրելը, ընդգծելով, որ այդ երկրի անվտանգությունը կարևոր է ՆԱՏՕ-ի անդամների համար, սակայն որևէ խոսք չկա Ուկրաինայի անդամակցության մասին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգներին միանալ Եվրամիության նոր հակառուսական պատժամիջոցներին, ընդգծելով, որ Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը միակ լուծումն է ուկրաինական ճգնաժամի համար։ Նա նշել է, որ Եմեն հունիսի 26-ին կընդունի պատժամիջոցների 18-րդ փաթեթը, սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ է նաև ԱՄՆ ակտիվ մասնակցությունը։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելուսովը Կիևում զենք մատակարարելու հետևանքով ռազմական գործողությունների երկարաձգումը վտանգավոր է համարել, նշելով, որ դա Եվրոպայում անկայունության սպառնալիք է ստեղծում։ Նա հավելել է, որ Կիևը գիտակցելով պարտության անխուսափելիությունը աջակցում է ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար եւ վնասում է Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Բելուսովը կրկին ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Պրոշյանում բացվել է Հայաստանում շինանյութի ամենամեծ կենտրոնը Հոմպլեքս մոլը։ Այն կառուցված է որպես բազմաֆունկցիոնալ համալիր համադրելով առևտրի, շինարարության եւ ժամանցի ոլորտները։ Կենտրոնի բացմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, գործարարներ եւ այլք։ Վարչապետը շրջայց է կատարել ծանոթացել կենտրոնում իրականացված աշխատանքներին, առաջարկվող պայմաններին ու համալիրի ընդհանուր գործունեությանը։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ 70 միլիոն դոլարի ներդրում ու ավելի քան 1000 նոր աշխատատեղ։ Պրոշյանում այլևս իր դռներն է բացել Հայաստանում առևտրի ամենամեծ ու գերհագեցած կենտրոնը՝ Հոմպլեքս մոլը։ Բազմաֆունկցիոնալ այս համալիրը մեկտեղում է շինարարության, առևտրի եւ ժամանցի ոլորտները։ Այցելուները այստեղ կարող են գտնել տան, ամառանոցի, գրասենյակի եւ այլ օբյեկտների համար նախատեսված ցանկացած ապրանք՝ շինանյութից մինչեւ կահույք, կենցաղային տեխնիկա ու դիզայներական լուծումներով պարագաներ։ Մոլում ընդհուպ գործելու է միջազգային ճանաչում ունեցող IKEA ապրանքանիշի խանութ սրահը։ Համալիրի կառուցման հիմքում դրված է տունն ու ընտանիքն են ամենաարժեքավորը գաղափարը։ Բացի առևտրային եւ ժամանցային հնարավորություններից համալիրը միտված է նաեւ դառնալ մասնագիտական համայնքի կենտրոն, իր հարկի տակ համախմբելով տեղական արտադրողներին, շինարարներին, կառուցապատողներին ու ներդրողներին։ Ինչպես Հոմպլեքս մոլի հիմնադիր Նորայր Մարտիրոսյանն է շեշտում, իրենց նպատակն է ստեղծել մի ամբողջական միջավայր, ձևավորել այնպիսի հարթակ, որը կլինի մասնագիտական գործակցության, փորձի փոխանակման եւ նորարարությունների ներդրման կենտրոն։ Հոմպլեքսը գալիս է նաեւ խթանելու Հայաստանի Հանրապետության ակտիվ ընթացող շինարարական ոլորտը։ Սա իրականում պարզապես բիզնես չէ,
մեծ հնարավորություն է հայրենիքում զարգանալու, զարգացնելու եւ մեր նպատակն ամենակարևորը, որ մեր կառուցապատողներին, ճարտարապետներին, շինարարներին ավելի մոտ բերենք համաշխարհային բրենդներին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին կարևորում է իր տեսակի մեջ եզակի այս կառույցի գործունեության իրականացումը, որպես տնտեսական աճի եւ աշխատատեղերի ստեղծման օրինակելի նախագիծ։ Որպես խոշոր ներդրում իհարկե մենք ողջունում ենք եւ տարիներ առաջ այստեղ պարզապես մի սարեր եւ ոչինչ չկար եւ հիմա մեծ ներդրում, որտեղ մի քանի 100 աշխատատեղ է ստեղծվեց, մարդիկ են աշխատում, բիզնեսներ են աշխատելու, հարկեր են վճարվելու, ինչ շատ կարևոր է ոչ միայն այս տարածաշրջանի համար, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար, եւ մեր կառավարությունը բոլոր ներդրողների կողքին կանգնած է։ Համալիրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կառավարության անդամներ, падգամավորներ, գործարարներ եւ այլ։ Շրջայցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Free News-ի պատասխան նշեց. Պարոն վարչապետ, ոնց է գնահատում հավանեցի։ Շատ լավ է։ Հոմպլեքս մոլում անցկացվելու են նաև մասնագիտական հանդիպումներ, շնորհանդեսներ ու ցուցահանդեսներ։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը, Վիոլա ջուրը ջրագծերի վերակառուցման աշխատանքներ է իրականացնում Արզնի համայնքում ներդնելով մոտ 256 միլիոն դրամ։ Ընկերությունը պարտադիր կապիտալ աշխատանքների 2025 թվականի ծրագրում ընդգրկել է համայնքի տարբեր փողոցներ, որոշ փողոցների ջրագծեր փոխարինել է նախորդ 3 տարիների ընթացքում։ Ներկայում արվում է հնարավորը համայնքում նախատեսված բոլոր շին աշխատանքները արագ ավարտին հասցնելու եւ ջրամատակարարման կառավարելի ցանց ունենալու համար։ Արզնի համայնքի 12-րդ փողոցի բնակիչ Երվանդ Չիլինգարյանն է, բացում է ջրից օրակն ու ցույց տալիս։ Համալավ, իրիկ վադեմ վապշեմ չի։ Որտեղ ժողովուրդը սաղել օգտագործում են, էլ չի։ Երևանդ Պապն ասում է 40 տարի է ապրում են այս բնակավայրում ու այդ ընթացքում միշտ բախվել են ջրի խնդրին։ Առաջ վապշեմ չի եղել, մեկ էլ նորից ուրիշ տեղից քաշեցինք թռչնանոցի մոտից, բերենք այդել փակեցին չթողին։ Հիմա նորից 2 տարի է բարակ է ջուրը գալիս, այս չափ ջուր է գալիս։ Դենա վինտիլը բացեք, նայեցեք։ Բա ոնց եք ջրի խնդիրը լուծում, ոնց եք։ Դե հնցել յոլ են գնացել, ինչ անեինք։ Ինչ որ տեղից եք ջուր բերում։ Չէ, մեր այդ ջրից օգտվել ենք, բայց դե քիչ է, էլի, շատ քիչ է։ Արդեն 4-րդ տարին է Վիոլա ջուր ընկերության պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը Կոտայքի մարզի Արզնի գյուղում է։ Նախորդ 3 տարիներին ընկերությունը վերակառուցել է գյուղի ջրամատակարարման ցանցի 60%-ը, ինչի արդյունքում ջրամատակարարման տևողությունը գյուղի տարբեր հատվածներում զգալիորեն ավելացել է։ Մնացած հատվածների հերթն արդեն այս տարի է, որում ընդգրկված է նաև Երվանդ Չիլինգարյանի բնակության հասցեն։ Ներդնելով 256 միլիոն դրամ ընկերությունն իր ծրագրի ավարտական փուլով վերակառուցում է գյուղի ջրամատակարարման ցանցի մնացած քայքայված հատվածը 13 կիլոմետր, որից օգտվում է 370 բաժանորդ։ Արզերի համայնքում մենք ավարտուն կունենանք արդեն բարելաված ջրամատակարարման համակարգ, որը կլինի կառավարելի, ունենանք ավելցուկային ջրաքանակներ, որը կուղղորդի լրացուցիչ բաժանորդներ ներգրավելու այլ համայնքներում ջրամատակարարման խնդիրներ լուծելու համար։ Արզնիում վթարներ կան, որքան կուզեք, բայց Վիոլա թիմի համար ամենամեծ խնդիրը եղել է վթարներ վերացնելը, քանի որ ջրագծերն անցնում են սեփական տնտիրությունների տարածքներով։ Իդեպ այս ծրագրով վերակառուցվելու է նաև Արզնին սնող ջրատարը, որն էլ անցնում է Բյուրեղավանի նոր կառուցվող թաղամասերով։ Ամենահետաքրքիրը որն էր, որ չենք կարողանում վթարը վերացնենք, որտեղ ոչ կարողանում ենք ջրամատակարարումը կանգնացնենք, ջրագծերը սրա նրա բոստանների միջով էր գնում, ոչ մի ձև չենք կարողանում վթարներ վերացնել։ Նախկինում ջրամատակարարումը 4-5 ժամ էր տևում Արզնի համայնքի, նախորդ 3 փուլերից հետո ջրամատակարարումը դարձել է շուրջ 10-12 ժամ։ Հուսով ենք, որ 4-րդ փուլի ավարտից հետո էլ ավելի կավելանա շարունակականությունը։ Այս պահին աշխատանքների 40%-ն արդեն իսկ իրականացված է։ Կապալառու կազմակերպությունն ավարտել է 6 փողոցներում ջրագծերի անցկացումը։ Ամբողջական ավարտը նախաձեռնված է հաջորդ տարի։ Այս պահին
կատարած ենք մոտ 3500 գծամետր խողովակաշար, 70 հատ անատական ջրաչափական հորեր ենք տեղադրած, մոտ մի 12 փողոց նախատեսված է ծրագրով։ 4 փողոցի են բոլոր նրբանցներով աշխատանքները կատարված է։ Նորացման իրենց հերթին են սպասում նաև մյուս փողոցներն ու նրբանցքները, իսկ բնակիչներն ու Վիոլիա ջուր ընկերությունն էլ արդյունքներին։ Արդյունքում կբարելավի Արզնիի ջրամատակարարման բաշխիչ ցանցը, կնվազեն տեխնիկական ու կոմերցիոն հոսակորուստները, ջրաքանակը հնարավոր կլինի հավասարաչափ բաշխել ամբողջ բնակավայրում, նաև խնայել վայրկյանում մոտ 10 լիտր ջրաքանակ։ Ուրախ ենք, լավից ով չի ուրախ լինել։ Բոլորս էլ ուրախ կլինենք, եթե մի բաժակ ջուրը 5 րոպեում ենք վերցրել, մի րոպեում կվերցնենք, մենք համար լավ կլինի։ Արզնին հենց այն ցայտուն օրինակներից մեկն է, որտեղ Վիոլիան տևական ժամանակ, նույնիսկ տարիներով աստիճանաբար ներդրումներ կատարելով գնացել է խնդիրների լուծման հետևից, եւ արդեն հաջորդ 2026 թվականին վստահորեն կարող ենք ասել, որ Արզնիում ընկերությունը ստեղծել է նոր ջրամատակարարման համակարգ, իսկ այս աշխատանքների պտուղները վայելելու են ոչ միայն Վիոլիա ջուրն ու բնակիչները, այլև հետագայում նաև պետությունը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։